Լիվային սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում է շատ սիրելի հավատարիմ հեռուստադիտող, ես մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ազդարարում եմ մեր օրվա սկիզբը եւ ուզում եմ, որ մենք արթնանանք միասին այս պայն հատուկ երաժշտություն, հատուկ ձեզ համար գնացինք։ Դե ինչ արթնացանք միասին, այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր, ում շտապում եմ ներկայացնել մատնահարդարման ոլորտի առաջատար մասնագետ, միջազգային մակարդակի լիցենզավորված դասավանդող միջազգային ժյուրի անդամ, Գեորգի Կոտ ակադեմիայի անդամ, Սիրան Հարությունյան Nail Academy եւ Nail Formula բրենդի հիմնադիր, Սիրանույշ Հարությունյանն է այսօր մեր հյուրը։ Զրուցելու ենք մատնահարդարման աշխարհից, անցած ճանապարհից եւ ոչ միայն բարի առավոտ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ այս առավոտ մեր տաղավարում եք Սիրան ջան եւ ուզում եմ առհասարակ ներկայացնեք ինչպես եք սկսել մատնահարդարմամբ զբաղվել, քանի տարի է որ այս ոլորտում եք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Արդեն 17 տարի է, ինչ զբաղվում եմ մատնահարդարման ոլորտում եմ։ Սկզբնական գիտելիքները մայրիկս է տվել ինձ, հետո արդեն միջազգային դպրոցներում վերապատրաստումից հետո ստացել եմ արդեն որակավորումներ եւ այդպես։ Ունեմ իմ դպրոցը այստեղ Հայաստանում, այդպես։ Սիրան, ուսումնասիրելով ձեր անցած ուղին, գիտենք, որ 50 միջազգային դպրոցներում եք վերապատրաստվել, ինձ հետաքրքիր է ներկայացնեք ինչ դժվարություններ եք ունեցել եք թե ոչ։ Բնականաբար շատ դժվարություններ եմ ունեցել, քանի որ սկզբում ուժերիս վրա շատերը թերահավատորեն են վերաբերվել իմ աշխատանքին, բայց շատ ուժեղ մարդ եմ իմ տեսակով, փորձել եմ միշտ վերապատրաստվել, մեկնել եմ Ռուսաստանի Դաշնություն, լավագույն ակադեմիաներում, անցել եմ դասավանդման իրավունքով կուրսեր, Հայաստանում հանդիսանում եմ միակ դասավանդող մասնագետը, օրինական լիցենզավորված դասավանդող մատնահարդարման եւ ոտնահարդարման բոլոր թեմաների։ Հրաշալի։ Գիտենք, որ դուք Հայաստանում միակ իդեպ մասնագետն եք, ով անցկացրել սեմինար Mega Nail Marathon, որտեղ ներկա են եղել 700 մասնակից։ Մի քիչ կպատմեք այս մասին, ոնց է ձեր մտքով անցել այդպիսի մասշտաբային փառատոն կազմակերպել։ Այո, կազմակերպեցի սեմինար, որը անվանեցի Mega Nail Marathon։ Հայաստանում երբևիցե նման բան չէր եղել։ Ես դա Մոսկվայում եմ տեսել, երբ որ գնացել էի այնտեղ վերապատրաստումների, տեսա, որ այնտեղ ռուս մասնագետները իրենք շատ համախմբված ու շատ հետաքրքիր պրոյեկտներ են ունենում ու մտածի, որ նույնը ես կարող եմ այստեղ կազմակերպել։ Սկզբում չէի մտածում, որ 700 մասնակից կգրանցվի, ինձ թվում էր երևի մաքսիմում մի 100 մասնակից կգրանցվեն, բայց 5 օր իրար հաջորդող օրերով տեղադրել եմ Instagram-ում ու բոլոր օրերը սպառվել են, որտեղ ներկա են 700 մասնակից մատնահարդար Հայաստանից, Վրաստանից եւ մարզերից։ Իսկապես մասշտաբային ու մեծ իրողություն է։ Եվ նմանը չի եղել Հայաստանում, միայն ես եմ կազմակերպել։ Բրավո ձեզ։ Սիրան, դուք ունեք նաեւ ձեր հեղինակային մատնահարդարման նյութերի բրենդը, կներկայացնեք ինչ նյութերի մասն է խոսքը։ Այո, մատնահարդարման նյութեր են, գելեր, պոլիգելեր նյութեր, որոնք որ պրեմիում կարգի նյութեր են, իմ շատ ինձ համար կարևոր բրենդ է, որ այս պահին վաճառվում է աշխարհի տարբեր երկրներում, մենք ունենք ներկայացուցիչներ Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում եւ այդպես իրենք էլ վաճառում են շատ մատնահարդարների սրտի նյութերն են, կոչվում են Nail Formula։ Ինչ լավ է, որ մենք մեր նյութերն ունենք, որոնք ներկայացնում ենք նաև աշխարհում, սա շատ կարևոր քայլ է իրականում։ Իհարկե։ Բրավո ձեզ։ Գիտենք, որ նաև ատեստավորված միջազգային ժյուրի եք, ստացել եք միջազգային անձնագիր Գեորգի Կոտի ակադեմիայի կողմից։ Կասեք, ոնց իրականացավ նման հրավերը, ոնց ստացվեց առհասարակ։ Իրականում ինձ համար շատ մեծ պատիվ է հայտնվել Գեորգի Կոտի ակադեմիայում ու լինել իր ատեստավորված միակ Հայաստանի ներկայացված ժյուրի։ Ինքը մշտապես կազմակերպում է բյութի ոլորտում սեմինարներ, նաև մաստեր կլասներ աշխարհի տարբեր երկրներում եւ մրցանակաբաշխություններ, որտեղ որ պետք են տարբեր երկրներից իրենց երկրում ինչ որ ասելիք ունեցող մարդիկ, ովքեր գիտակ են իրենց գործում եւ Գեորգի Կոտիի հրավերը ստանալուց անգամ չի հավատում, սենց նամակը կարդում էի հենց անձամբ իր պրոֆիլից, ինքը իրականում շատ մեծ բարձունքների հասած մարդ է, բայց շատ
պարզ հասարակ ընկերական եւ իր կողմից նամակը տեսել եմ, չեմ հավատացել, որ ինքն է ինձ գրել այս նամակը Instagram-ով, հրավիրել է ինձ անցնել ատեստավորում իր ակադեմիայում, որից հետո ատեստավորումը անցնելուց բոլոր այդ փուլերը անցնելուց հետո մնալ ու լինել իր ատեստավորված ժյուրիի անդամը, Հայաստանի կողմից միակ ատեստավորված ժյուրիի անդամը։ Ֆանտաստիկ, իրականում Եվ շնորհավորում վերջերս ենք։ տեղի ունեցավ շատ մեծ մրցանակաբաշխություն, որտեղ 45 պետություններ ներկայացնում բյութի ոլորտը, տարբեր մեծամասշտաբ մրցույթեր։ Ես Հայաստանից ներկայացրել եմ կամանդ, իմ թիմը, որ իմ աղջիկները բավականին լավ միավորներ են հավաքել եւ Հայաստան են բերել պատվավոր հորիզոնականներ։ Հրաշալի, շնորհավորում ենք նաև այդ կապակցությամբ։ Գիտենք, որ բացի Հայաստանի ձեր ակադեմիան, դուք հիմնել եք ակադեմիան նաև Մոսկվայում եւ դասավանդում եք Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, Եվրոպայի, Վրաստանում, հետաքրքիր ոնց որոշեցիք, որ Հայաստանից բացի կարող եք նաև դասավանդել այլ երկրներում, որտեղ դա շատ բարդ է իրականում։ Այո, սկզբում քանի որ մրցանակաբաշխություններ շատ ակտիվ Instagram-յան էջ վարելու հետևանքով անընդհատ հրավերներ էի ստանում Եվրոպայից, Ռուսաստանից, մտածեցի, որ ինչու ոչ առաջինը, որ դուրս եմ եկել Հայաստանից դուրս արդեն դասավանդման, եղել է Մոսկվան, հրավեր եմ ստացել Աննա Ռամանովայի կողմից ակադեմիայում, իր հենց ակադեմիայում, Մոսկվայում առաջատար ակադեմիա է, հրավիրել է ինքը առաջինը, որ իր դպրոցում ասեց հայ աղջիկները այստեղ Մոսկվայում ապրով հենց քեզ են ուզում, իրեն հայ աղջիկները գրել են, որ եթե դժվար չէ, մեր հայ հայրենակցին ձեզ մոտ հրավիրեք, մենք կգանք դասընթացի։ Առաջինը, որ տեղադրել ենք 3 օրում, օրը 12 մասնակիցով գրանցվել են ու 3 օրում բոլոր տեղերը սպառվել է եւ հաջորդիվ նորից Մոսկվայի աղջիկները շատ են, հայ աղջիկները գրանցվել են շատ արագ եւ հաջորդիվ արդեն քանի որ հայտնվեցի այնտեղ այլ մասնակիցներ էլ տեսան ուրիշ երկրներից, իրանք էլ սկսեցին հրավիրել, այդպես նաև Եվրոպա, Վրաստան, մի քանի օրից էլի մեկնում եմ Բելգիա, Իսպանիա, որ անցկացնեմ դասընթացները։ Առաջարկում եմ մեր զրույցը այս պայն փոքրիկ հոլովակով ընդմիջենք, որից է պարզ կլինի իմ հաջորդ հարցը։ Գնացինք։ Փաստորեն 2026 թվականի օգոստոսին 1-ին Հայաստանում առաջի անգամ կազմակերպվելու է միջազգային մրցույթ, ովքեր կարող են մասնակցել, արդյոք արդեն հայտերը լրացված են թե ոչ եւ ինչ կասեք այս մասով։ Հայաստանի բյութի ոլորտի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունենալու մեծ մրցանակաբաշխություն, որտեղ ներկա են գտնվելու աշխարհի տարբեր երկրներից մասնակիցներ, կարող են մասնակցել եւ օնլայն եւ օֆլայն ձևաչափով, այն մարդիկ, ովքեր ապրում են արտերկրում եւ չեն կարող անձամբ ներկա գտնվել, կարող են օնլայն ձևաչափով ուղարկել իրենց կատարված աշխատանքների վիդեոները, ֆոտոները եւ արդեն ժյուրի անդամները գնահատեն իրենց աշխատանքը։ Ես Հայաստան եմ հրավիրել միջազգային ժյուրիներ, ովքեր որ ինձ հետ որպես գոլեգա Գեորգի Կոտի կազմակերպած մրցույթում նույնպես մենք միասին ենք ժյուրի եղել, իրենց հրավիրել եմ Հայաստան, որպեսզի ամեն ինչ լինի արդար ձևաչափով, այսինքն այսպես կողմնապահություն չլինի, Հայաստանից ժյուրի չլինի ընդհանրապես, այլ հրավիրել եմ իրենց, որպեսզի բացի դա էլ իրենք ատեստավորված միջազգային ժյուրիներ են։ Անաչառ եւ պրոֆեսիոնալ լինեն։ Շատ պրոֆեսիոնալ, իրենք աշխարհում քանի մրցույթ որ լինում է, իրենք են գնում տարբեր երկրներ եւ իրենց հրավիրել են, որ իրենք գնահատեն աղջիկների աշխատանքը։ Նշեցի արդեն, որ առաջին անգամ է տեղի ունենում, շատ մեծ հպարտությամբ ու պատվով կարող եմ ասել, որ ընդամենը 25 օրում սպառվել է օգոստոսի 1-ի բոլոր ազատ տեղերը։ Բա ուրիշ հնարավորություն չեք տալու։ Տալու ենք ամսի 2-ին, օգոստոսի 2-ին եւս մեկ օր ենք բացել, քանի որ շատ էին մասնակիցները, դեռ մի քանի ամիս կա եւ ամեն օր գրում են Instagram-ին, բա չենք հասցրել, մենք էլ գրանցվենք, ոնց կլինի այսպես։ Ես ինքս էլ չէի պատկերացնում, որ 150 մասնակից 25 օրում կգրանցվի։ Նշեմ, որ Հայաստան են գալիս Իսպանիայից, Իտալիայից, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներից աղջիկներ, Ֆրանսիայից նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից, որպեսզի մասնակցեն այս մրցանակաբաշխությունը։ Իմ համար մեծ պատիվ է, որ մեր հայ աղջիկները կարող են օրինակ
Ամերիկայից 12 ժամ թռիչք ունենան, որպեսզի իրենց հայրենի հողում կատարվող մրցանակաբաշխությանը ներկա լինեն։ Շատ հպարտ եմ, որ ես հասել եմ այն գաղափարին, այն վստահությունն եմ ունեցել, որ իրենք վստահում են ինձ ու գալիս են Հայաստան։ Բրավո ձեզ ձեր կատարած այս մեծամասշտաբ աշխատանքի համար, իսկապես ես էլ ուրախացա, այնպես որ շտապ եք, հատուկ ձեզ համար սելնես բացվում է եւս 1 օր, օգոստոսի 2-ը, հետո չասեք, չենք ասել, գրանցվեք, որպեսզի ձեր տեղ ունենաք այս մեծ միջոցառման, ինչու ոչ տոնի, ոնց հասկանում եմ բյութի ոլորտում, որտեղ իսկապես մասնագետների համար ստեղծում եք նոր հարթակ ներկայացնելու իրենց աշխատանքը, բայց վստահաբար մեզ հիմա հեռուստայտողների շարքում դիտում են նաեւ մատնահարդարներ, ովքեր նոր են իրենց ճանապարհը սկսում կամ ուզում են այս ոլորտում առաջ գնալ, որպես արդեն երկար տարիների պրոֆեսիոնալ մասնագետ, ինչ խորհուրդ կտաք նրանց։ Խորհուրդ եմ տալիս երբեք կանգ չառնել, քանի որ դժվարություններ միշտ լինում են, պետք է չքննադատել օրինակ մյուսի աշխատանքը լավն ավատնա, առաջ գնալ սեփական ուժերով, որովհետև երբ որ ինչ որ համեմատական դնում են իր նախորդի աշխատանքը ավելի վատն, օրինակ ես չեմ ընդունում այն մասնագետներին, ովքեր Instagram-յան էջերում հաճախ տեղադրում են, տեսեք, օրինակ այսինչ սրահում ինչ վատ գործ են արել։ Այդպես օրինակ ես ինքս ամենալավ բժիշկ կլինի, վարսահարդար, մատնահարդար, ես երբեք չեմ դիմի նման մասնագետի, իմ կարծիքով դա ինքնահաստատման լուրջ խնդիր է, որ մարդիկ դա ունեն, երբեք պետք չի դա անել, որտեվ դա որակազրկում է մասնագետին։ Եթե կարող են իրենք անել լավը, թող անեն իրենք տեղադրեն միայն դրական լավ, քանի որ այսօր ցավոք սրտի հաճախ թե սոցհարթակներում մենք հանդիպում ենք ինչ որ տհաճ իրավիճակների, ինչ որ մեկի պրոֆիլ մտնելուց կլինի ինչ մասնագետ ուզում է լինի միայն դրականը, եւ դա շատ օգնում է մասնագետին առաջ գնալ, իր բնավորությունը համբերատար լինելը։ Օրինակ ես շատ աշակերտներ ունեմ, շատ Հայաստանում, մարզերում, շատ աղջիկներ գրում են, օրինակ Սիրան ջան, ձեր այդքան լավ վերաբերմունքի համար էլ երկրորդ անգամ նույն սեմինարին մասնակցում եմ, ասում եմ նոր բան չկա, որ ես օրինակ ձեզ տամ, գալիս եմ Վանաձոր կամ Գյումրի, նորից գրանցվել եք, ասում եմ օրինակ մոտենում եմ, համբուրում եմ, ասում եմ նորից գրանցվել եք նույն թեմայով դասընթաց, ասում եմ իրականում այսօր գրանցվել եմ, որ ձեզ մի հատ տենամ, ձեզ գրկեմ ու ասեմ, որ ձեր նմանը մարդիկ, չգիտեմ, ձեր նմանը իմ համար չկա, դուք իմ համար իդեալ եք, մոտիվացիա եք ինձ անում, որ կարողանում եմ իմ աշխատանքի մեջ ավելի զարգանամ։ Հետո տեսնում եմ ձեզ, օրինակ այսքան առաջ գնացած մարդ եք ձեր ոլորտում, բայց միշտ մեկնում եք, վերապատրաստվում եք, որպեսզի ոչ մի հանկարծ նորություն բաց չթողեք, մեր համար բերեք Հայաստան։ Շնորհակալություն անչափ Սիրան այս չափ կարևոր զրույցի համար։ Իրապես ես էլ եմ ուզում ձեզ շնորհակալություն հայտնել ոլորտում նման քայլեր անելու համար ու ոչ թե ձեր ճանապարհը միայն հարթելու, այլ նաև շատ մարդկանց այդ ճանապարհը ցույց տալու ու ուղեցույց հանդիսանալու ձեր գործունեությանը միմիայն հաջողություն եմ մաղթում։ Թող օգոստոսի 1-ին էլ, օգոստոսի 2-ին էլ կայանա ամեն ինչ այնպես ինչպես պլանավորում եք եւ միշտ միմիայն առաջ։ Շատ շնորհակալ եմ, ավելացնեմ, եթե կարելի է, ուրեմն այն աղջիկները, ում ես իմ թիմն եմ ներգրավել եւ տարել եմ միջազգային այլ մրցանակաբաշխությունների, իրենց այսօր հնարավորություն եմ տվել իմ օգոստոսի 1-ի եւ 2-ի մրցանակաբաշխությանը լինեն որպես արդեն ավակ մարզիչ նախորդ ժամանակներում, երբ որ մենք մեկնել ենք Սոչի, Կրասնոդար մրցույթների, իրենց իմ հետ տարել եմ, բավականին իրենց հետ պարապել եմ, լավ տեղեր են զբաղեցրել, պատվավոր հորիզոնականներ եւ հիմա իրենց արդեն չեմ թողում, որ մասնակցեն, որտեղ ասում եմ դուք արդեն մասնակցել եք, դուք ավելի պետք է բարձրանաք, իմ թիմում լինեք, բարձրանաք, լինեք մարզիչ եւ հետո արդեն ոնց որ Գյորգի Կոտը ինձ բարձրացրեց, ես էլ ձեզ կբարձրացնեմ, որ հետագայում ուրիշ մրցույթներում էլ դուք լինեք ատեստավորված ժյուրիի անդամներ։ Հրաշալի, շնորհակալ եմ այս չափ գեղեցիկ անկեղծ զրույցի համար ու ձեր ճանապարհով կիսվելու համար։ Վստահաբար նաև օգտակար եղավ զրույցը մեր հեռուստադիտողին, մեր հյուրներ Սիրան Հարությունյանը մարտով երբեք կանգ չի առնում, չի դադարում առաջ շարժվել, ոլորտում մասնագիտանալ եւ իր հետևից մի ամբողջ թիմ տանել այդ նույն ուղղությամբ։ Ու շատ կարեւոր է, որ մեր Հայաստանը ներկայանում է տարբեր երկրներում հենց նման մասնագետների շնորհիվ։ Ձգտող, երկիրը սիրող ու երկրի
սահմաններից դուրս պատվով ներկայացնող։ Շնորհակալություն Ես էլ եմ շատ շնորհակալ։ Մեր եթերը մոտենում է իր ավարտին, ես ձեզ մաղթում եմ, որ ձեր օրն իսկապես լինի բարի, սիրեք այն գործը, որ անում եք, նվիրվեք, գնացեք առաջ ու վստահաբար կհասնեք բարձունքների։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, մնացեք բարով։